Նոր անուն Հայաստանի կապիտալի շուկայում նորաձևության մանրածախ ոլորտում հայտնի ML Fashion ընկերությունը առաջին անգամ ֆինանսական միջոցներ է ներգրավում պարտատոմսերի թողարկմամբ։ Նորաձևության ոլորտից քիչ ընկերություններ ունենք, որ ներկա են կապիտալի շուկայում, բայց սա կրկին անգամ փաստ է առ այն, որ պետք չէ վախենալ կապիտալի շուկայից միջոցներ ներգրավել, այլ ընդհակառակը պետք է լինել խիզախ եւ քաջ, գործել թափանցիկ, ինչպես թողարկողներն են գործում։ Այժմյան իրականության մեջ կարևորել ենք նաև միջոցներ ներգրավել ոչ ուղղակի կերպով օրինակ վարկերի տեսքով բանկերից, այլ ներգրավվածություն ունենալ նաև կապիտալի շուկայում։ Որոշակի առումով ընկերությունը դառնում է ավելի հանրային, ավելի պատասխանատու, սևեռված աչքեր կան հանրության կողմից քո վրա ու դա ավելի մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում ցանկացած ընկերության համար։ Թողարկման ընդհանուր ծավալը 500 միլիոն դրամ է, 100,000 դրամ անվանական արժեքով 5000 հատ պարտատոմսերի տարեկան արժեքատրոնային եկամտաբերությունը 13% է, շրջանառության ժամկետը 36 ամիս։ Բավականին խորը վերլուծություն ենք անում ֆինանսական հասկանալու համար արդյոք այդ ընկերությունը պատրաստ է նման քայլի, ճիշտ ժամանակն է այդ քայլը կատարելու կապիտալի շուկա մուտք գործելու հանրությունից ֆինանսներ ներգրավելու համար թե ոչ, եւ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ընկերությունը բավականին լավ ֆինանսական վիճակում է եւ այս պարտավորությունը, որ իր վրա վերցրել է, կկարողանա ժամանակին իրականացնել։ Տեղաբաշխումն իրականացրել է Կուբինվեստ ներդրումային ընկերությունը, թողարկման պայմանները լիովին համապատասխանում են Հայաստանի պարտքային շուկայի իրողություններին։ Պարտատոմսերը տեղաբաշխվեցին սահմանված ժամկետից շուտ, ինչը խոսում է իրենց պրոֆեսիոնալիզմի մասին։ Կուբինվեստը մեր առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, խոշորագույններից մեկն է եւ ամենակարևորը իրենք հանդիսանում են կարևորագույն տեղաբաշխող ընկերություններից մեկը, որովհետև ըստ էության ինչ էլ անես, եթե չկա ներդրումային ծառայություն ունեցող ընկերություն, միանշանակ չի կարող զարգանալ կապիտալի շուկան։ Պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից։ Կուբինվեստում սա գնահատում են որպես ընկերության նկատմամբ շուկայի վստահության կարևոր ցուցիչ։ Մեր համար սա պարզապես sense մեկ անգամյա process չի, հա թողարկեցինք, տեղաբաշխեցինք, անցանք, ինքը մեր համար գործընկերության սկիզբ է։ Ես կարծում եմ, որ այսքանով մեր մուտքը կապիտալի շուկա չի սահմանափակվի եւ առաջիկայում, հետագայում հանդես կգանք նաեւ ներդրումային այլ ծրագրերով։ ML Fashion-ի համար սա ոչ միայն ֆինանսավորման նոր աղբյուր է, այլև բիզնեսն ընդլայնելու եւ զարգացնելու նոր հնարավորություն։ Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է հագուստի եւ աքսեսուարների ներմուծմանն ու վաճառքին։ Հայաստանում ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող Zarina եւ Punt Roma ապրանքանիշերը։ Միջոցները, որոնք ներգրավել են պարտատոմսերի միջոցով, ուղղվել են զարգացման ռազմավարությամբ ուղղված նպատակների իրականացմանը, ել ավելի զարգացնել ընկերությունը ընդլայնել գործող խանութների ցանցը, ներգրավել նոր ապրանքանիշներ։ 2018-ին ընդամենը մեկ խանութով գործունեությունը սկսած ML Fashion-ը այսօր Հայաստանում ընդլայնել է իր ցանցը ներկայացնելով հայտնի միջազգային բրենդներ։ Ընկերության գործունեության հիմքում են ոճը, բարձր որակը եւ հաճախորդակենտրոն մոտեցումը։ Այսօր կարող եմ վստահ ասել հպարտությամբ, որ ML Fashion կազմակերպությունը ուրեմն ունի 13 Zarina խանութ սրա եւ 2 իսպանական ուրեմն բրենդի խանութ։ Շարունակում ենք ծավալվել, այս մոտ ամիսներին նաև բացվելու ենք Վրաստանում, 2 բրենդով էլ իրենց առաջատար մոլերից մեկում եւ դեռ ծրագրերն ավելի շատ են, շարունակում ենք աճել, շատանալ։ Կապիտալի շուկայի ակտիվացմանը մեծապես նպաստել է կառավարության սուբսիդավորման ծրագիրը, որը թույլ է տալիս կազմակերպություններին հրաժարվել ավանդական գրավային վարկավորումից եւ ֆինանս ներգրավել սեփական զարգացման ծրագրերի ու վստահության հիման վրա։ Այս ներհոսքը, որ մենք տեսնում ենք, իր հերթին բերում է նաև ներդրողների համար ֆինանսական գրագիտության բարձրացման, բերում է նոր ֆինանսական գործիքների, ֆինանսական ինստրումենտների ծանոթացմանը, որը շատ կարևոր է մեր ընդհանուր տնտեսության եւ ֆինանսական ու կապիտալ շուկաների զարգացման համար։ Ներդրողները, որոնք ֆիզիկական անձինք են, փաստացի դրամով եթե համատենք առնվազն 3-4% ավելի գումար են վաստակում, ել չեմ ասում, որ դեպոզիտի համեմատ, ավանդի համեմատ 10% դեռ խնայում են եկամտահարկից եւ ըստ էության ավել վաստակած գումարը եւ խնայված գումարը մուտք է գործում կրկին հետ դեպի տնտեսություն
որը մեծացնում է մեր սպառումը, տնտեսության մեր սպառումն էլ ըստ էության բերում է ուղղակիորեն տնտեսական աճ։ ML Fashion-ի հաջողված մուտքը կապիտալի շուկա եւս մեկ ազդակ է մյուս ընկերությունների համար դուրս գալու ավանդական վարկավորման շրջանակից, դառնալու ավելի թափանցիկ եւ հանրային ու ներգրավելու զարգացման նոր ռեսուրսներ։